Հեռուստաընկերության եթերում Impulse podcast-ն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի նորընտիր ռեկտոր, մեր համաքաղաքացի Արմեն Ծատուրյանին։ Շնորհակալություն, պարոն Ծատուրյան, որ հյուրընկալվել եք, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Այսպես նորընտիր ռեկտոր Վանաձորի պետական համալսարանում, համալսարան, որի շրջանավարտն ենք շատերս, որի համար մտահոգ ենք շատերս, եթե մեկ նախադասությամբ, մեկ բարդ համադասական նախադասությամբ ասենք ինչ ծրագրով մտակ եւ ինչպես եղավ, որ դուք հաղթեցիք եւ հաղթեցիք գործող ռեկտորին։ Նախ շնորհակալություն հավելելու համար, նաեւ շնորհակալություն այն բանի համար, որ նշանակումից հետո մեծաթիվ շնորհավորանքների առաջինը ձեր ստուդիաներ, դուք եք դա առանձնապես շնորհակալություն։ Իսկ ինչ մնում է ձեր հարցին, գիտեք ինչ, դուք գիտեք, որ ես ինչպիսի դպրոց եմ ղեկավարում եւ ինչ արդյունքներ կար, բայց նաեւ 28 տարի, վերջի 28 տարի նաեւ դասավանդում էի, դասախոսում էի Վանաձորի պետական համալսարանում եւ ինձ տարիներ շարունակ դեռևս 4-5 տարի առաջ միշտ եղել է առաջարկություններ, որ փորձեմ ղեկավարելու, բայց ես միշտ ճիշտ ասած հրաժարվում էի այդ մտքից, որովհետև կարից համար դպրոցը Էվրիկան մեծ հաջողություններով իմ կոլեկտիվը, սակայն երևի թե այդ եւ իմ մեջ եւ նաեւ այդ ցանկությունը երևի թե ինչ որ մարդիկ պոտենցիալ տեսնելով առաջարկվեց եւ ես համաձայնվեցի մասնակցել մրցույթին եւ եղավ այն ինչ որ եղավ խորհուրդը փոխաբացությունների կառավարման խորհուրդը նախընտրություն տվեց իմ տեխնոլոգիանը եւ ես հիմա աշխատում եմ։ Առաջիկա 3-5 տարիներին ամենակարևոր մի քանի կետ ասեք, ինչ եք փոխելու։ Դե իհարկե մարդ երբ գալիս է նոր աշխատանքի, անիմաստ է գալը, եթե նա չի մտածում լավարկելու աշխատանքները, իսկ այդ իմ պարագայում կոնկրետ փուլի հետ կապված իհարկե ծրագրեր կան, սակայն ես կուզեմ, ինչպես դուք ասեցիք, էականը, որ ես համարում եմ կարևոր, դա նշել, ինձ համար շատ կարևոր է ցանկացած հաստատության, ցանկացած գործունեության վերջնարդյունքը, որովհետև եթե մենք չունենանք վերջնարդյունք որևէ գործունեության, ապա ամեն ինչ միջանկյալ գործունեությունը զրո է հավասարվում։ Այդ իմաստով ինձ համար շատ կարևոր է, որ մեր համալսարանի շահառուների, ուսանողների վերջնարդյունքը լավ լինի։ Դա է իմ կեր նպատակը, իսկ դրան հասնելու համար ժամանակ է պետք ջանք, կամք եւ իհարկե իմ գործընկերների կոլեկտիվի համատեղ աշխատանք։ Այսինքն ինձ համար նպատակ է որակը բարձրացնել, վերջնարդյունքի հասնել լավ, որպեսզի մեր շահառուները հետագայում լինեն մեր տնտեսության, մեր դպրոցների, տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ։ Դա է առաջինը։ Պարոն Ծատուրյան, դե ինչ խոսք, եթե խնդիրներ չտեսնեիք եւ հենց ներսից, ինչպես դուք եք ասում, դասավանդելով Վանաձորի պետական համալսարանում եւ նաեւ մեր քաղաքը այնքան էլ մեծ չէ, մենք բոլորս այս կամ այն կերպ կապված ենք ինչ որ թելերով Վանաձորի պետական համալսարանի հետ եւ գիտենք լավը եւ գիտենք խոցելի տեղերը, այդուհանդերձ որն էր այն ամենակարևոր, ամենալուրջ խնդիրը, որի պատճառով դուք ձեր սիրելի Էվրիկան թողեցիք, իհարկե չեք թողել, այո, եւ փորձեցիք
ձեր գիտական, մանկավարժական գործունեությունը շարունակել Վանաձորի պետական համալսարանում։ Ես միանգամից ասել օգտակար լինելու մեր քաղաքի մեր ժողովրդին։ Այսինքն մինչև հիմա տեսնում եք, չէ՞, խնդիրներ կար։ Եկեք անկեղծ լինենք, կար խնդիր։ Իհարկե կա խնդիրներ, անպայման կա։ Ես նույնիսկ եմ ասում, ես սովորել եմ այդտեղ դեռևս 79-83 թվականներին եւ վերջի 20 տարում աշխատում եմ, ամեն ինչ տեղյակ եմ, ամեն ինչ մոտիկից գիտեմ։ Իհարկե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորը գիտեն, բարձրաձայնվում է, խոսում է տարբեր մակարդակներով եւ այդ խնդիրները իմանալով երևի թե մարդիկ ուժ կարողություն են տեսել, որ հնարավոր է այնպես ինչպես մոդելը կա եւ եկայում այդ աշխատանքները լավարկելու նրանք ես կարծում եմ այդ բոլոր շնորհավորանքների տակ այն է որ հույս են կապում իմ գործունեության հետ իսկ իմ գործունեության ուղղությունը լինելու է այն որ որակը բարձրանա որ մեր ծնողը հարգարժան ծնողը երբ որ վճարում է իր երեխայի համար որպեսզի սովորի նա դից դուրս գա սովորած ուրեմն գիտելիքների պաշարով համապատասխան արժի համակարգով եւ վերջապես դա ակադեմիական միջավայր է եւ մարդուն անկախ ելնից կենսակերպը վարվելաձևը հազար բաներ փոխում է հա ես ուզում եմ այդ միջավայրը լավարկել հա եւ իմ գործընկերների միջոցով ավելի ակցեպտել ակադեմիական միջավայրի ստեղծմանը կառավարում, ուսումնական ծրագրեր եւ ակադեմիական միջավայր։ Այս երեք կարևոր ուղղություններն են, որտեղ եք ձեզ ավելի լավ տեսնում, որտեղ եք հաղթող դուրս գալու։ Նախ ես ասեմ, որ ցանկացած կոլեկտիվում հարգելին այն է, շատ կարևոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, այսինքն կոլեկտիվը գործի որպես մի բռունցք եւ նույն ուղղությամբ նայի, այսինքն նպատակներում միահամուռ լինի եւ կամք դրսեւորի։ Իսկ դա համար հենց ես կարծում եմ ղեկավարի ամենակարևոր գործառույթներից մեկը այն է, որ որպես ղեկավար կարողանա հասնի դրան, որպեսզի կարողանա կոլեկտիվի այդ մեծ պոտենցիալը, այդ չանքերը ճիշտ ուղղությամբ տանի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ իհարկե տարվում են եւ կտարվեն, եւ ես հույսով եմ մեր կոլեկտիվը, որտեղ մեր քաղաքի մտավորականներն են, ինտելեկտուալ զանգվածն է, մեծ պոտենցիալ ունի եւ մեր կոլեկտիվը այն խնդիրները, որ դրվել է կապված որակի բարձրացման հետ, մենք միասին պետք է առաջ տանենք այդ բոլոր խնդիրները։ Իհարկե կա իներցիան, կրթությունը ընդհանրապես իներցիոն է եւ կա փոփոխություն։ Ամբողջը գիտակցության խնդիրն է, որ մենք գիտակցենք, որ մենք շատ պատասխանատու գործ ենք անում։ Մենք շատ պատասխանատու գործ ենք անում այն իմաստով, որ նախ մեր համակարգացիների երեխաներն են այնտեղ սովորում եւ այդ երեխաները վաղը պետք է հայտնվեն դպրոցում կամ այս կամ այն ոլորտում եւ նրանք պետք է դաստիարակեն իրենց իսկ երեխաներին, թորներին, մյուսներին, այսինքն շատ կարևոր է այստեղ շատ կարևոր է բուհի մրցունակությունը Երևանյան բուհերի ֆոնին եւ պիտի անեք ամեն ինչ, որպեսզի Լոռու մարզի բնակիչը, դիմորդը գա Վանաձորի պետական համալսարան եւ չգնա Երևան։ Այդ ձեր ասած, ինանուն մասնագիտություն կա այստեղ, այո։ Լեյվ համաձայն եմ, ես դա եմ հաճախակի ասում, որ եթե մեր ծնողը տեսնի, որ իր քաղաքի բուհը ոչ մի բանով չի զիջում ձեր ասած Երևանյան այլ կամ այն բուհերին, ինչու պետք է նա երեխային ուղարկի եւ այնտեղ լացուցիչ, անհանգստություններ, ֆինանսական ծախսեր եւ այլն, միանշանակ ճիշտ է։ Եվ այդ նույն բանը ես ասում եմ, դամած եթե մեր հասարակությունը, մեր համակարգացիները հանձինս մեր բուհի տեսնեն, բուհի, որը տալիս է որակյալ արտադրանք, այսպես ասած, իր շահառուները համապատասխանում են այն պահանջներին, շուկայի այլապես ինչի պետք է գնան նրանք, դες որ այո, այդ տրամաբանությամբ էլ մենք մտածում ենք եւ աշխատում։ Տեսնում եք խնդիրներ դասախոսական կազմի վերապատրաստման հարցում կամ սերնդափոխության բնականon իհարկե ճանապարհ։ Այո, դա էլ է հաց, ընդհանրապես եթե հիշում եք նախկին խորհրդային ժամանակներում վերապատրաստումների դասախոսները ինչ որ համակարգ էր գործում եւ գնում էին տարբեր տեղեր, կենտրոններ վերապատրաստում։ Իսկ հիմա դա սահմանափակվել է, սակայն ասեմ, որ այդ ուղղությամբ հենց վերջերս էլ
գործողություն կատարվեց, մասնավորապես մեր պատմության մասնագետները պատմության ինստիտուտի հետ համապատասխան հուշագրով վերապատասխանում են անցնում նույնը ֆիզկուլտուրայի։ Ընդհանրապես վերջերս մի քանի օր առաջ ես եղա Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում եւ տնօրինի հետ հուշակի ստորագրեցինք համագործակցության եւ հիմա ավելացավ նաեւ արևելագիտության մեր բաժինը պարապոտասախոսների վերապատրաստումը, հա, եւ դա ես կարծում եմ շարունակական լինի այդ համագործակցության եզրերը նաեւ ես փնտրում եմ նաեւ եւ Հայաստանում եւ նրանից դուրս, որովհետեւ երևի դա մասին եթե խոսք չլինի, ես ասեմ շատ առաջնային ուղղություններից մեկը ես համարում եմ միջազգայնացման խնդիրը, որպեսզի բուհը ճանաչելի լինի։ Ես ասեմ, որ այդ ուղղությամբ կան աշխատանքներ արած որոշ կան, սակայն դուք չեք պատկերացնում, թե ինչքան մեծ արագությամբ է թափի առնում դա հիմա, որովհետեւ ես իմ հարգելի գործընկերներին ասել եմ, որ կանաչ լույսա վազում են բոլոր գործարքների համար, որոնք ենթադրում են բուհի միջազգայնացման եւ ճանաչմանը։ Ես ձեզ մենակ այս կարճ ժամանակի մի քանի բան ասեմ։ Մի քանի 2-3 շաբաթ առաջ ես եղա Վրաստանի Բաթումի քաղաքում, որտեղ մասնակցում էին 90-ամյակին Շոթ Ռուստավելի անվան համալսարանի, այդ համալսարանի հետ մենք կապեր ունենք եւ նրանց երեխաները համարը 7-8 երեխա իրենց ղեկավարները եկել են եւ մեր հանգրվանում հանգստացել եւ նաեւ փոխանակման ծրագիր էր։ Այս տարի, մյուս տարի մեր երեխաները ես կարծում եմ այնտեղ կլինեն։ Մյուսը ես եղա Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում, որտեղ նույնպես ծրագրի մեջ ենք եւ մեր երեխաները ամառը 3 ուսանող ղեկավարի հետ եղել են այդ քաղաքում փոխանակման ծրագրով։ Մենք հուլիսին սպասում ենք, որ Գերմանիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի, մասնավորապես Ուշկոդ քաղաքի համալսարանի 20-25 ուսանողների ղեկավարները պետք է մեր հանգրվանում ընդունենք եւ մեր երեխաների հետ ամառայի ճամբար, հա, այսքան կարճ ժամանակում այդքան է։ Ես ձեզ մոտ գալը դրանից ընդամենը 1 ժամ առաջ on-line կապեր Ավստրիայի մեր գործընկերների հետ, որտեղ խոսվում է նոր 3 տարի տևողությամբ ծրագրի հետ, որը կապվում է կանաչ գոտիների, անտառների եւ այլ բանի հետ, որը շատ հետաքրքիր է։ Ուզում եմ ասել, որ շատ ակտիվացել այ եւ դուք կտեսնեք առաջիկայում շատ կակտիվան այդ կապերը։ Այո, եւ ակնկալենք, որ մեր համալսարանը կդառնա գիտական կենտրոն ոչ միայն մարզի, այլև Հայաստանի Հանրապետության համար եւ հանրապետությունից դուրս։ Պարոն Ծատուրյան, չեմ կարող հարցնել նաեւ ոչ միայն որպես լրագրող, նաեւ որպես շահագրգիռ անձ, ինչ որ առումով Վանաձորի պետական համալսարանում մի քանի տարի առաջ նախորդ ռեկտորի օրոք միավորվեցին հայոց լեզվի եւ գրականության ամբիոնները, արդյոք ճիշտ եք գտնում, որ այդպես վարվեց նախկին ռեկտորը, ես գիտեմ հիմա կասեք օպտիմալացման ծրագրեր եւ այլն, բայց գիտական կենտրոն դառնալու, գիտական միջավայր ստեղծելու համար ավելի ճիշտ չէր լինի այդ երկու գիտությունների տարանջատում, ինչպես տասնամյակներ շարունակ է եղել առանձին ամբիոններ իրենց գիտական միջավայրով, ոչ թե դպրոցի մակարդակի իջեցնել եւ հայոց լեզվի եւ գրականության այսպես միասին արգելի նայինը հասկացա ընդհանրապես այդ ժամանակ երբ որ կառուցվածքային փոփոխություն ա եղել եւ ես ինչքան հիշում եմ 15 ամբիոնի փոխարինվել է 7 կամ 8 ամբիոնով, հա, 15 ամբիոն է եղել եւ 5 ֆակուլտետը 3 ֆակուլտետով Ուրեմն մի քանի հանգամանքներ կա, այդ ձեր հարցը ունի մի քանի կողմեր, հա, ես որպես ռեկտոր նաև այդ կողմով եմ նաև, որովհետև դուք շատ լավ գիտեք, նաև կա ֆինանսական խնդիրներ, յուրաքանչյուր ամբիոն, բացի ամբիոնի վարիչի 2 աշխատակիցներ եւ այլն։ Դա եկե կա, եւ շատ դեպքերում լավ օրից չեն լինում օպտիմալացումները։ Այլ բան է բովանդակայինը, ես դա մասին եք խոսեմ։ Հիմա նայեք, նույն ձևի, օրինակ ես ինքս ֆիզիկայի ամբիոնում եմ աշխատում, միավորվեց քիմիակեսաբանության։ Ես համարվում եմ քիմիակեսաբանության ամբիոնի դոցենտ, բայց ֆիզիկ լինելով, հա, այսինքն նա այնտեղ էլ եղել եւ նույն բանը ես կարող եմ ասել։
Բայց ես կարծում եմ, երբ որ ուսանողների քանակը էապես տարիների ընթացքում երևի թե 3000-ից էլ ավել է եղել, հիմա երբ որ կա 1700-ի կարգի մոտակից ուսանողներ, դա մի կողմից եւ երևի թե առաջնահերթ բերել է նա, որ ամբիոնների այդպիսի միացում է եղել։ Իսկ ինչ մնում է աշխատանքային, բովանդակային կողմին, չգիտեմ, միգուցե մենք երբ որ մենք տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ դրանք առանձին են եղել եւ սովոր ենք եղել, իրենց ամբիոնների վարիչներով, իրենց նիստուկացով, իրենց բանով, միգուցե էդ էլ է խանգարում, որ դրանից մենք հրաժարվել ենք։ Սակայն ես գիտեք ինչ եմ կարծում, ես կարծում եմ ամեն դեպքում ամբիոնի վարիչի թե լինի ճկուն եւ այդտեղ հայոց լեզու եւ գրականության այդքան այդ անջրպետը, որը ինչպես ասում եք նկատվում է միգուցե չլինի եւ ամբիոնի վարիչի նաեւ ճկունության խնդիր է, բայց աստված տա որ համասարանի շարունակականությունը լինի ուրեմն քանակի շատացման եւ այլ եւ հնարավոր լինի այդ ձեզ ասածը միգուցե հետ գնա, բայց առայժմ իսկապես միայն այդտեղ չի այդ խնդիրը, բոլոր մյուս ամբիոններում այդ խնդիրը կա, հավատացեք։ Գաղտնիք չէ, որ բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, աշխարհում քաղաքական իրադարձությունները, երկրի քաղաքական իրավիճակը մշտապես ազդեցություն է ունենում բուհական միջավայրի վրա, ինչ որտեղ նաև արտացոլվում է, ուզում եմ հարցիս անկեղծ պատասխանեք, արդյոք քաղաքականությունը կստիպի ձեզ հաշվեհարդար տեսնել դասախոսի կամ ուսանողի հետ կամ որևէ պատժամիջոց կիրառվի նրանց հանդեպ, եթե նրանք չկիսեն ձեր քաղաքական հայացքները, եթե դրանք կան։ Այլին նախ ասեմ, որ եւ ընտրությունների ժամանակ ես իմ ծրագրային ելույթի ժամանակ ասվել է դրա մասին, ընդհանրապես կրթական հիմնարկները, դպրոցները, այդ թվում նաև բուհերը ընդհանրապես պետք է հեռու մնան քաղաքական որևէ գործընթացից եւ միայն զբաղվեն կրթության։ Իմ սկզբունքային մոտեցումը այդ է եւ այդպես է եղել երկար տարիների դպրոցում ունենալ կարող են։ Հա։ Կարծիք ունենալ բոլորը կարող են։ Իսկ արտահայտել կարծիքը կարող են։ Ամբողջ խնդիրը այն է, որ բուհում երբ որ ուսուցման գործընթացը գնում, այդ կարծիքը եւ իր մասնագիտական բանը պետք է ընդհանրապես չխառնվեն։ Եթե բուհից դուրս, դասերից դուրս մարդը քաղաքականությամբ է զբաղվում։ Քաղաքացի բուհից դուրս աշխատանքից գործ ոչ մեկը չի բնանում նրա, ինչի մասին է խոսքը։ Խոսքը բուհի իր աշխատաժամանակի, տարածքի մասին է, միայն ու միայն։ Իսկ նրանից հետո իհարկե մենք ոչ մեկս իրավունք չունենք նրա սահմանադրական կարգը միանշանակ։ Լսելի են արդյոք ուսանողները եւ արդյոք նպաստելու եք, որ ել ավելի լսելի լինեն։ Իհարկե դու գիտեք, որ ուսանողական խորհուրդ է գործում, նաև ուսանողական գիտական ընկերություն, մենք ունենք բավական ակտիվ ուսանողներ, ուսխորհուրդներ ուրեմն իսկ գործունեություն է ծավալում, շատ կարևոր է ես եղել է դեպքեր, երբ որ միշտ եւ մեր ընկերներին եւ ուսխորհրդին հորդորել են, որպեսզի իրենց գործունեությունը ծավալեն այնպես, որ հնարավորինս շատ ուսանողներ ընդգրկվեն գործառույթներում, որտեղ նայեք 1700 ուսանող, որոնցից 1100-ն է ստացիոնար, հա, եւ նրանք ուրեմն 1100 ուսանողներ, այսինքն գործառույթների ժամանակ դա ինչ-որ միջոցառում կազմակերպել է կամ ինչ եւ այլն, հնարավորինս մեծ մասսա, մեծ ցանկացի ուսանողներ ընդգրկվեն այդ միջոցառումներին, ոչ թե սահմանափակվեն 50-60, հա, կամ քիչ մարդկանց ուսանողների, որտեղ դա շատ կարևոր է, օրինակ նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է, հա, եւ ես նրանց հետ միասին եւ մտածեցինք այնպիսի բան, որ այդ 1000 ուսանողն է ինչ որ ձևով առնչվի եւ մենք կարողացանք դա անել, հա, եւ պետք է ցանկացած ուսանողական խորհուրդ կլինի կամ ինչ որ կազմակերպություն հնարավորինս անի, որպեսզի մեծ
շահառու մեծ զանգված ընդգրկվի, այլապես նույն մարդկանց, նույն երեխաների ընդգրկվելը դա չի ընկալվում եւ սխալ է։ Իմ մոտեցումը դա է։ Նոր մասնագիտությունների գծով նոր բաժիններ ֆակուլտետ դժվար թե, բայց նոր մասնագիտություններ ակնկալեք, թե դա մեր հաջորդ հարցազրույցին դուք կասեք։ Չէ, ինչի այդ ուղղությամբ եք ասելու բան։ Ես օրինակ շատ ուրախ եմ, որ կայացած Վանաձորի բուհական միջավայրը առհասարակ կայացած է պոլիտեխնիկական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը Վանաձորի Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, որը երկու հիանալի մասնագիտությունների գծով կադրեր է տալիս մեր մարզին, ոչ միայն մեր մարզին, թատերական ուղղությամբ դերասան, ռեժիսոր եւ պարարվեստի հիանալի բաժին ունենք շատ լավ կադրերով։ Եվ դուք ինչ եք նոր պատրաստվում անել։ Ասեմ, ուրեմն մեր մասնագիտությունների ընտրությունների հարցը միշտ շատ զգուշավորություն ենք դրսևորում, որովհետև երբ որ լինում է այնպես, որ չեն համալրվում, դա իրոք ֆինանսական բեռ է լինում համալսարանի համար, երբ որ դա լինում է ոչ թե մի բաժին, երկու բաժին, երեք եւ այլն, որովհետև այն ծախսը, որ կատարվում է այդ բաժնի համար, շատ անգամ գերազանցում են այն ծախսին, որը վճարում են մեր ուսանողները։ Բայց ես կուզեմ առիթը օգտագործել եւ ասել հետեւյալը, որ մեր բուհում այս տարի նոր բան, երկակի ուրեմն մասնագիտություններ, դուալ մասնագիտություններ է մտցվում, խոսքը վերաբերում է բաժնին, որը կոչվելու է ֆիզիկա եւ մաթեմատիկա, ֆիզիկա եւ մաթեմատիկայի բաժին։ Այսինքն այստեղ ավարտող ուսանողը եւ կարող է ֆիզիկայի ուսուցիչ աշխատել եւ մաթեմատիկայի։ Դա նոր բան է։ Նույնը նաեւ կա քիմիա, կենսաբանություն, ավարտողը կարող է եւ քիմիայի ուսուցիչ աշխատել եւ կենսաբանության։ Դրանց համապատասխան ծրագրերը պատրաստ են եւ սա նորություն է մեզ համար։ Այդ ես կուզեի նաեւ մեր համակարգացիները իմանան։ Մյուսը այն է, որ մագիստրատուրայի ուսուցման ժամանակ հայտնի է, որ 3 օր են մեր մագիստրոսները հաճախում համալսարան, հա, եւ նոր այն է, որպեսզի այդ մարդիկ, որոնք մանավանդ գյուղից են գալիս, այն մարդիկ, որոնք նաեւ աշխատում են, նրանց համար արկա ուսուցումը լինի 2 օր, մի օրը կարող են նաեւ on-line մասնակցել, որ ելի նորից իօքուտ շահառու է դա է նորություն։ Եվ խոսակցության ժամանակ ինչ որ նոր բաներ լինի, ես կհիշեմ, ասեմ, թե պատերազմը շատ կարևոր է։ Կարծում եմ, որ անընդհատ մեր քաղաքացիները, մեր լսարանը պիտի կապի մեջ լինի մեր բուհի հետ։ Մենք այդ բացը պիտի լրացնենք, որովհետև 5 տարի չի եղել հանրության հետ լուրջ կապ եւ առաջին քայլը ես արդեն արել եմ ձեզ հրավիրելուց առաջ սոցիալական ցանցում ուղղակի հայտարարեցի, որ դուք եք լինելու, իդեպ ասեմ ձեր երկրպագուները այնքան շատ են, որ ես ուղղակի այդ շնորհավորանքների տարափից ապշած էի, ես խոսում եմ նաեւ ձեր ոչ միայն որպես ռեկտոր, նաեւ ձեր անցած ուղու, ձեր ճանապարհի գնահատականի մասին։ Պարոն Ծատուրյան, Գարիկ Ղուկասյանը հարցնում է ակադեմիական քաղաքը կառուցելուց հետո ինչպես է լինելու ՎՊՀ-ի հարցը։ Շատ լավ։ Ուրեմն դուք գիտեք, այո, այդպիսի ծրագիր կա ակադեմիական քաղաքը, դա վերաբերյալ իմ դիրքորոշումը եղել է եւ ոնց այնպեսին։ Ես կարծում եմ, որ մարզերում նպատակահարմար է կլաստեր, որպես ձևի իհարկե մանկավարժական ուղղությունների մասնագիտությունները լինեն եւ մնան, որովհետեւ մեր մարզի օրինակ ուսուցիչների երևի թե 98-99%-ը վերջացել են մեր բուհը, սկսած ինձնից, հա։ Եվ հիմա արդեն հարց է առաջանում, արդյոք մանկավարժական բաժին գնացող եւ այդ ակադեմիական քաղաքում սովորողների ուսանողների վերադարձը ով է աշխատում, ով կվերադառնան, այնպես ինչպես բժիշկների, որոնք գնում են եւ 10%-ների չի հետ գալիս, հա։
Եվ դա համար Եվ այնպիսի մասնագիտություններ, որոնք իսկապես Եվ դա համար ինձ օրինակ ինձ մոտ մտավախություն կա մանավանդ հիմա երբ ուսուցիչների իհարկե պակաս կա դպրոցներում STEM-ն մանավանդ այդ բնագիտական ցիկլի առարկաների դա ավելի կխորանա այնտեղ ինչ որ կա սահմանափակումներ այն իմաստով որ 4000 ուսանող պետք է ունենա բուհը կամ ինչ որ պայմաններ եւ այլն Ես կարծում եմ, որ միգուցե ժամանակի ընթացքում, որովհետև այդ ակադեմիական քաղաքը այնպես չի, որ մեկ օրում կառուցվեց, 4-5 տարի ամենակիչը ես կարծում եմ, նա պետք է եւ միգուցե այդ ընթացքում բաներ լինեն, որոնք ուրեմն վերանայվի, չգիտեմ, բայց ես կարծում եմ միջև այդ մենք պետք է աշխատենք, արդյունք ցույց տանք, հա, որովհետև վաղը երբ որ դուք արդյունք եք ցույց տալի, հա, ու լավ արդյունք եք ցույց տալի, այդ դեպքում դա էլ է օգնում շատ բաներ վերանայելու, հետադենք միավորման խնդիրի առաջանում քեզ միավորվում եւ այլն, կա այդ բանը, մտահոգությունը, իհարկե, բայց ես կհորդորեմ, որ այսպես ասած, երբ որ մանավանդ դա ժամանակ է պետք, միայն լավ աշխատել եւ աշխատանք ցույց տալ, այդքանը։ Պարոն Ծատուրյան, Մարուսյա Բալայանն է մի քանի հարց է ուղղել նրանց, որոնց դուք արդեն անդրադարձաք մեր զրույցի ժամանակ, ես չեմ ընթերցի, հիմա այս մի հարց, ինչպես է պատրաստվում բուհը համագործակցել աշխատաշուկայի հետ, գիտենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս կապը վաղուց ի վեր խզված է, գտնում եք, որ այս կապը խզված է եւ ինչպես եք պատրաստվում Հարցը շատ լավ հարց է, բայց ասեմ, որ բուհը հենց այսօր էլի դրա մի մասնիկ է հանդիպումների, բուհը գործում են մարդիկ, համասան աշխատողներ, որոնք զբաղվում են գործատուների հետ, հա, եւ հաճախակի գործատուներին հրավիրում են մեր բուհ, տարբեր գործատուների։ Դա մի կողմից նաեւ մյուս կողմից կա կապը շրջանավարտների հետ, որոնք այսօր գործատուներ են նաեւ, հա, այս երկուսը գործատուների եւ շրջանավարտների հետ կապը թույլ է տալիս բավականին մեղմել աշխատաշուկայի հարցը։ Դրանք իրոք գործում են եւ մենք ես կարծում եմ ավելի ենք այդ գործատուների հետ կապը ավելի ենք ամրապնդելու եւ դրան կնպաստի նաեւ այն որ ես մտադիր եմ որ պրակտիկաների որոնք անց են կազմում մեր ուսանողները ավելի ուշադիր լինել, ավելի հետևողական լինել պրակտիկաների անցկացման արդյունավետությանը, որովհետև հենց պրակտիկաներն են հիմք հանդիսանում, որպեսզի ուսանողը այդ մասնագիտության մասին շատ բան իմանա, սիրի կամ չսիրի, մոտիկից իմանա գործնականում, հա, դա համար դա կոմպլեքս բան է, բայց այն որ աշխատագործատուների հետ կա, դա միանշանակ է, ուղղակի խնդիրը հարց է թե բավարարում է թե չէ, բայց դա կաշխուժանալ, հաստատ աշխատանալու են։ Եվ մի հարց ուղղակի լսելի լինի Տիկին Մարուսյա Բալայանը, երևի այդքան էլ դուք չեք հարցի հասցեատերը, այնուամենայնիվ ընթերցեմ այս հատվածը, որովհետև համարում եմ, որ ցավոտ է շատ, ասում եմ մատնահարդարն ավելի լավ է վաստակում, քան գիտնականը եւ մտավորականը մեր երկրում, այո դա այդպես է։ Եվ իսկապես դուք չեք այդքան էլ հասցեատերը հարցի, բայց խնդիր է։ Բանը ես բայց որպես քաղաքացի կարող եմ իմ կարծիքը ասել, որ մտահոգությունը ճիշտ է եւ տեղին է, այո, ես ասեմ այդ տեսակետից հիմա դպրոցներում ավելի լավ վիճակի են, քան բուհերում, որովհետեւ դպրոցներում մեխանիզմներ մշակվեց, որ եթե ուսուցիչը տարակարգ է ստանում կամ կամավոր ատեստավորման մասնակցում, էապես աշխատավարձի բացացում է լինում, սակայն այդ նույն բանը չկա բուհերում, բայց ես գիտեմ, որ առաջիկայում մյուս տարի պատրաստվում է նաև նույն մոտեցումը բուհերում, ատեստացիաներ, ինչ որ կազմակերպում ոչ միայն բուհերում, այլ նաև քոլեջներում մյուս տարի պատրաստվում են մեխանիզմներ, որտեղ ատեստավորման արդյունքում դասախոսը բուհի կարող է բացատրել իր ուրեմն աշխատավարձը։ Էլ չեմ ասում, որ այն գործողությունները, որոնք կապված են ակադեմիական քաղաքի հետ, այնտեղ նախատեսվում է, որ բուհը գոյություն ունենա ոչ միայն վարձավճարների հաշվին, այլ նաև
պետական ֆինանսավորում պետք է լինի, որը ինչքան իմանալով ասում են կրկնակի պետք է թույլ տա բողի դասախոսների կոչում ունեցող մարդկանց աշխատավարձը կրկնաբարձրացնել։ Դա մյուս տարվա համար վերջերս խորհրդակցություններում նշվել է եւ դա սպասվում է։ Լավ, մեր քաղաքի գրադարանային համակարգի ճանաչված աշխատակցուհի Անիցա Գենջյանն է հարց գրել։ Մեր հարգարժան նորըն դիրեկտորը գրադարանի զարգացման ուղղությամբ ինչ նոր ծրագրեր ունի, բուհի գրադարանը զարգացնելու համար ինչպիսի պատկերացումներ եւ իրագործելի նորամուծական գաղափարներ են նախատեսվում թվայնացման, մատչելիության, տեղեկատվական հարթակների կատարելագործման եւ գիտական ռեսուրսների համալրման ուղղություններով։ Իմ կողմից պատրաստ եմ կամավորական հիմունքներով աջակցել ցանկացած նախաձեռնությանը եւ նպաստել գրադարանի արդյունավետ զարգացմանը։ Շնորհակալություն Տիկին Գենջյան, ես իրան ճանաչում եմ, նաեւ շնորհակալություն հարցի համար։ Իրականում գրադարանը շատ կարևոր է եւ ես հիշում եմ իմ ուսանողական տարիներին, երբ որ եւ մեր համալսարանի գրադարանում եւ կենտրոնական գրադարանում նստում եւ նյութեր ենք հավաքում։ Սակայն կապված ժամանակակից տեխնիկական միջոցներին, հեռախոս եւ այլն, այնպես արեց, որ եկավ եւ մեր գրքերը փոխարինվեցին էլեկտրոնային գրքերով եւ միջոցներով։ Բայց ես կարծում եմ, որ գրադարան գնալը ոչ միայն գիտելիքի խնդիր է, այլ նաեւ դա մշակույթ է, երբ որ ուսանողները շփվում են եւ իրար եւ դասախոսների եւ ընդհանրապես արդյունք է լինում մի գրքից բացի նայելուց կողքը դարձել մյուս գրքն է նայում եւ այլն եւ դա էլի գալիս է անմիջապես կապվում է այն նրա հետ, երբ որ մենք այնպես անենք, որ ուսանողը մոտիվացված լինի այս կամ այն պատճառով գիտելիք ձեռք բերի, այդ ժամանակ արդեն այդ կարիքը գրադարան գնալու եւ այլն արդեն կլրացվի։ Իսկ գրադարանի աշխատանքի կատարելագործման հետ կապված, այո, ինքը ճիշտ է ասել, թվայնացման եւ այլն, այնտեղ բաներ կան, որոնք ֆինանսական միջոցներ են նաեւ պահանջում, հա, սակայն այո, պետք է քայլեր անել թվայնացման, որպեսզի ուսանողը որ գնա հեշտ կարողանա ուրեմն օգտվի գրադարանից, իսկ ինչ մնում է գրադարանին մեր համալսարանի նախանձելի հարուստ ֆոնդ ունի, նախանձելի, ես ինքս շրջել եւ տեսել եմ, սակայն դրա կողքին ափսոսումս երբ որ իր կարդացողը այն քանակի ինչքան պետք է չունի, ես մտադիր եմ, որ գրադարանի աշխատանքներում նաև ակտիվացում լինի այն իմաստով, որ բաց դասեր կամ ինչ-որ մի դասեր այնտեղ շատ մարդ հաճախի։ Դա լինի թեկուզ պարապմունքներ, դա լինի ինչ-որ ձեւ այնտեղ գրադարանը աշխուժ միջավայր դառնա, իսկ եթե նաև իր օգնությունը մենք զգանք եւ ինքը կարող է նաև ուտենալ եւ իր օգնությունը չգիտենք ինչ ուղղությամբ կարող է լինել, մենք միայն շնորհակալ ու կնենք իրենց։ Եվ Լևոն Բարսեղյանը, Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հարցնում է. կարող ենք արդյոք քննարկում ունենալ համալսարանում ցանկացած թեմայով, ինչ պայմաններ կան քննարկում կազմակերպել, քննարկումներ, առհասարակ քննարկումներ կազմակերպելու համար։ Ենթատեքստը ազատություններին է վերաբերում, որովհետև ես խնդրել եմ մանրամասնել եւ ասում է, որ ազատության մասին, ազատությունն է հետաքրքրում։ Ուրեմն ես ասեմ, որ իհարկե այն ինչ որ քաղաքականությունից դուրս է հարգելի նարին է, այն ինչ որ վերաբերում է մարդու իրավունքներին, ազատությանը եւ այլն, դրանք ես կարծում եմ ոչ մի խանգարող բան չկա եւ միայն օգնում եւ հաստատում են մեր ուսանողների եւ քաղաքական դիրքորոշումը եւ մտածողությունը եւ իրավագիտությունը եւ այլն, այն ինչ որ քաղաքականությունից դուրս է, ես կարծում եմ, որ կարելի է եւ դա ընդհանրապես գիտելիք է եւ օգտակար։
մեզ մոտ շատ հաճախում են կառավարի կազմակերպություններ։ Այսինքն միայն գիտական թեմաներով, հա, կարելի է։ Կամ գիտեք, եթե իմենայք, եթե մենք գալիս են եւ խոսում են ազատության մասին կամ մարդու իրավունքների մասին, հիմա ուզում են թեմա համարեն, դա մարդու տարական բան է եւ կամ նույն ձեր ասած մեծագրագիտության մասին, հա, դա միայն օգտակար լավ բան է եւ մտահորիզոն զարգացնող։ Մենք ունենք իրավագիտության բաժին, մենք ունենք ուսանողներ, որոնք ես ասում եմ արժի համակարգ ունենան, բայց դա էլ չէ արժի համակարգի չափանիշ, նույնիսկ եմ ասում քաղաքականությունից զատ ամեն ինչ կարելի է քննարկել, խոսել եւ դա ոչ մեկ պետք է չխանգարի։ Տիգրան Գրիգորյանն է հարցնում, յուրաքանչյուր համալսարանում կրթության որակներապես կախված է նաև դասավանդողների մասնագիտական որակներից եւ վարոյական կերպարից։ Վերջերս խոսում էի ՎՊՀ-ի պիտի գրեր ներկա իրողություններից տեղյակ մարդկանց հետ եւ զարմանքով տեղեկացա, որ այնտեղ դեռևս դասավանդում են մարդիկ, ովքեր 2000-ականների սկզբին հայտնի էին կաշառակերության կամ կոռուպցիայի մեջ իրենց անուրանալի ներգրավվածությամբ։ Հասկանում եմ, որ կան աշխատանքային իրավունքներ, բայց մինչև երբ պիտի արատավոր համբավով մարդիկ սերունդներ կրթեն։ Ես գիտեմ, որ անձամբ դուք հաշտ չեք կոռուպցիայի հետ, բայց պատասխանեք այս հարցին։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Ես ասեմ, որ ուրեմն տարբեր խնդիրներ կան համալսարանում, մեր հարգելի հարցուղի հարցից վերջացած մասնագիտական կարողունակությունների, տարիքային ցենզի, շատ բաների հետ կապված եւ դրսեւորումների բացասական, շատ լավ։ Բայց ես ուզում եմ ասել այդ մեր հարգելի քաղաքացուն, հաստատողին եւ այդ մտահոգությունը ոչ միայն իր մոտ է, ես շատ մարդկանց մոտ եմ, այն որ ձեռնարկել են եւ սկսում է այդ process-ը, որ քննական process-ը, քննությունները ընդունվեն ոչ թե պարապող դասախոսի կողմից, այլ էլեկտրոնային համակարգով, որում ապահովում է օբյեկտիվությունը, արդեն դա իսկ քայլ է լինելու այդ ասած երևույթները աստիճանաբար, դա միանգամից չի լինի, որովհետև տեխնիկական մեծ հնարավորություններ է պետք, որպեսզի էլեկտրոնային քննություն մենք կազմակերպենք համակարգչային, բայց ես ասեմ, որ արդեն իսկ հունվար ամսին քննական շրջանում 9 կուրս տարբեր առարկաներից պետք է էլեկտրոնային քննություն անցկացնեն առաջին անգամ համալսարանի պատմության մեջ։ Եվ այդ 9 վաղը կդառնա 19, մյուս օրը 109 եւ մենք այդ ուղղությամբ գնալու ենք, որպեսզի արատավոր դրսևորումները վերացնենք։ Բայց ասեմ, որ նաեւ մենք կարիք ունենք իրենց օգնությունը, իրենց ուսանողների, մեր ուսանողների օգնությունը, իրենց հասարակական այդ ամեն ինչը։ Դա համար այդ գործողությունները մենք անում ենք եւ եթե մենք նաեւ ստանում ենք դրական բաներ, լիցքերը հասարակության կողմից, վերջիվերջո այս մեր համակարգացիներն ուղղված այս ամենը, ապա դա մեզ ողջևորում է եւ մենք համոզվում ենք, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնանում։ Ավելին ասեմ, այն շնորհավորանքները, որոնք ես ստանում էի եւ ես այդ առիթով բոլորին իմ խորին շնորհակալություն եմ հայտնում, բայց դրանստակ ես ավելի շատ պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ մարդիկ հույս են, դրանով իսկ հույս են տածում իմ աշխատանքի նկատմամբ։ Եվ ես միշտ մտածում եմ, ինչպես եմ արդարացնելու այդ հույսերը։ Ես եմ մտածում եմ, այ մարդկանց հույսերը ինչպես եմ արդարացնելու, դա ինձ համար մեծ մտահոգություն է։ Եվ ես կարծում եմ, առաջինը հենց սուբյեկտիվ դրսևորումները վերացնելը, որով կարող ենք արդեն ապահովել վերջնարդյունքը, լավ վերջնարդյունքը, հենց առաջի հույսի կաթիլներ լինելու։ Հույսեր արդարացնելու հարցում դուք փորձառություն ունեք, եթե մարդիկ իրենց երեխաներին են ձեզ վստահել եւ դուք արդարացրել եք ձեր հույսերը։ Ուղղակի ժամանակ է պետք հագելի նարինե եւ ես ասեմ, որ այդ գործառույթները առաջի կուրսերից ենք սկսելու, առաջի երկրորդ կուրսերից ենք սկսելու։ Այդ էլ ասեմ։ Եվ վերջին հարցը անանուն, ավելի ճիշտ ուղղակի փակ նամակով է ուղարկել, ենթադրում եմ, որ չպիտի կարդամ անունը։ Արդյոք գիտնական դասախոսների ձեռքբերումների համար կստեղծվեն նոր գնահատումներ եւ առհասարակ կբարձրանան նրանց աշխատավարձերը, չէ՞ որ ժամավճարները ցածր են։ 1.
այս հարցին պատասխանեք եւ հաջորդը։ Ես դրա մի մասին ասեցի արդեն, ասելով, որ սպասվում է նաև ատեստացիայի մեխանիզմների ներդնում բուհական համակարգում, հա, որի արդյունքում այո դասախոսների աշխատավարձները կբարձրանան եւ ես ասեմ կամ մյուս նաև հարցը ուրեմն ցավոք սրտի սերնդափոխությունը բավականին դժվար է գնում, որովհետեւ մարդիկ ուսանողները գիտության շատ չեն ձգտում, իհարկե նույնն է աշխատավարձի խնդիրն է, որովհետեւ ես ասեմ ձեզ այսօր 70 տարեկան եւ ավելի բարձր տարեկի դասախոսների թիվը հասնում է 43-ի համալսարանում։ Իսկ դա մտահոգիչ է, որովհետեւ խնդիր կա, այսպես ասած, թարմուժեր, նոր մարդիկ, պաշտպանած, որոնք ասում են բավականին դժվար է ճարել, այսպիսի խնդիրներ կա։ Եվ նույն քաղաքացու հաջորդ հարցը հատկապես օտար լեզուների ֆակուլտետներում սովորողները կուրսային եւ ավարտական աշխատանքներ գրելիս մեծապես օգտվում են արհեստական բանականությունից գրեթե 99%-ի չափով եւ դասախոսը ստիպված է գնահատել նրանց տեխնիկական աշխատանքը արդյոք կձեռնարկվեն միջոցներ ավելի ստույգ կերպով նրանց գիտելիքները ստուգելու համար շատ բարդ հարց է որը իսկապես թվային աշխարհի այո ոչ միայն մեն անգլերենի մյուսներին վերաբերում, բայց ես ուզում եմ ChatGPT-ին հարգելի քաղաքացուն ասեմ, երբ որ մենք այս կազմակերպում ենք քննությունները էլեկտրոնային տարբերակով համակարգչային, այնտեղ ես իհարկե մեր ուսանողներին փոստականորեն այս ամսվա փոստական մի հատ քննություն կանենք եւ իրենց կզգուշացվի եւ կմեկնաբանվի, որ այդ քննությունների հսկումը լինելու է ոնց ասեմ շատ խիստ բացառում է որ կարողանա որևէ ուսանող որքան էլ ուզենա կարողանա ինչ-որ մի բանից օգտվի եւ փորձի օգտվել որովհետեւ նրանց պետք է ասվի մի փոքր նախ պետք է բոլոր միջոցներ եւ այլն նրանք առանձնային են գալու առանց որևէ անի իրանք են միայն լինելու եւ հսկիչների կողմից որևէ կասկած ինչ-որ բան տեսնելու դեպքում ես մի անգամից եմ ասում բացահայտ նրանք հեռացվելու են քննությունից եւ ստանալու զրո միավոր դա ոչ մեկ չկասկածի որ այս քննությունները որ մենք անում ենք հա հանկարծ որևէ մտքով մի հատ ուսանողի կանցնի որ կարող է օգտագործել այդ միջոցները եւ այլն այդ տեսակետից այն երեխաները որոնք այդ քննությունը հանձնում են թող մեր համակարգացիները իրենք եւ մյուսները շատ հանգիստ լինեն որտեղ այդ արդյունքները հետո պետք է համատվի։ Պարոն Ծատուրյան, շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, շնորհակալություն հրավերս ընդունելու համար, ինձ համար եւս որպես Վանաձորի պետական համալսարանի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտի անչափ հաճելի է տեսնել իդեմս ձեզ գրագետ հավասարակշռված իր գործին տեղյակ մարդու ռեկտորի պաշտոնում հուսամ որ մեր հանդիպումները հաճախակի կլինեն հուսամ որ ձեր կապը լրատվամիջոցի հետ ամուր կլինի եւ ժամանակ առ ժամանակ ավելի հետաքրքիր նորություններով այս տաղավարում կկիսվեք բոլորիս հետ։ Շատ շնորհակալություն Նայինե ջան, նորից եմ ասում հրավիրելու համար եւ հնարավորություն ստեղծելու մեր համակարգացիների հետ այս ֆորմատով, այս ձևաչափով ուրեմն որոշ հարցերին պատասխանելու համար կներեն եթե բոլոր հարցերին չկարողացանք իսկապես պատասխանել, իսկ ինչ մնում է հետագայում կարող է նաեւ հակառակը լինել, ես ասեմ որ հարգելի Նայինե, ես ուզում եմ համակարգացիների հետ խոսալ եւ բան տեղ հասցնել, այնպես որ կարող է նաեւ ես նախաձեռնեմ, այնպես որ ես բաց եմ այդ տեսակետից աշխատանքի, ես միայն նպատակը այն է, որ օգտակար լիներ մեր քաղաքի, մեր համակարգացիներին եւ մեր համալսարանը մի քայլ կամ մի քանի քայլ առաջ գնա որակական քայլ, որովհետև մենք խնդիր ունենք համալսարանի հեղինակության բարձրացմանը եւ մեր համակարգացիները իմ շատ սիրելի դառնում պետք է մեզ օգնեն նաեւ արտահայտվում են նրանով, որ մեզ նաեւ քաջալերեն եւ
այն բաները, որ կա կուտակված եղել է, հասկանալ, որ դա ժամանակ է պետք հաղթահարել, կարծատիպեր է պետք հաղթահարել եւ այլն։ Այսինքն ընկալեն այնպես ինչպես պետք է ընկալել։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկապես հաշվի առեք, որ նաև մեր խմբագրության աշխատակիցների գերակշիռ մասը մեր բուհի շրջանավարտներ են, այնպես որ մենք բոլորս մենք ենք Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտները, սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք դիտում եք եթերում այս հաղորդումը, շնորհակալություն, եթե դիտում եք YouTube սոցիալական ցանցի միջոցով, ապա խնդրում եմ հավանեք, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքը մեր հաղորդման մասին, մեր հյուրի բարձրացրած խնդիրների մասին եւ նաեւ գրեք, թե ում կուզեիք տեսնել մեր տաղավարում բաժանորդագրվեք մեր ալիքին, դրանով օգնած կլինեք, որպեսզի ալգորիթմները լավ աշխատեն եւ մեր հարցազրույցը ավելի շատ մարդիկ դիտեն։ Պարոն Ծատուրյան, նախապես շնորհավոր նաեւ ձեր եւ ձեր ղեկավարած կոլեկտիվի ամանորի եւ Սուրբ Ծնունդը, կարծում եմ մինչեւ նոր տարի հաստատել չենք հանդիպելու եւ այս առիթը օգտագործենք դրա համար։ Սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Շնորհակալություն։